Ինչպես ավտոմատացնել արտադրությունը, էլեկտրամատակարարումը եւ այլ համակարգերը։ Պոլիտեխնիկի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները ներկայացնում են Smart արտադրական համալիրի սեփական տարբերակը։ Ալինան նախագծել է համալիրը, Արաբն աշխատել է ավտոմատացման ուղղությամբ, Դավիթն էլ էլեկտրական խելացի եւ այլ համակարգերի հեղինակն է։ Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային փորձը դիտարկելով շատ ձեռնարկություններ կարիք ունեն ավտոմատացնելու ավելի նոր մոտեցումների, որը հնարավորություն է տալիս մեզ կրճատել թե էլեկտրոէներգիայի ծախսը, թե արտադրական ցուցանիշները մեծացնել, թե այլ հանգամանքներ։ Ինչպես առավել լավ պայմաններով պահպանել եւ արտահանել միրգ բանջարեղեն ավարտական աշխատանքի պաշտպանության հաջորդ թեման է։ Ուսանողական թիմը համալիր լուծումներ է տվել արտահանման խնդիրներին։ Նազարենցյանն ինքը նախագծել է ոնց որ ամբողջ արտադրամասի տարածքը, խաչիկը, տրանսպորտնիկ, ով որ այդ բոլոր լոգիստիկ գործընթացների վերաբերյալ է աշխատանքը կատարել, եւ ես կատարել եմ տարափաթեթավորման ու բրենդինգնության աշխատանքը։ Պոլիտեխնիկում ավարտական աշխատանքների պաշտպանությունն առաջին անգամ է նման ձևաչափով անցկացվում։ Այն հնարավորություն է տալիս համալսարանի տարբեր մասնագիտություններով սովորողներին մեկտեղել գիտելիքները մեկ ընդհանուր նպատակի համար։ Տեխնոլոգիական մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտի կարողությունները ոչ միայն պետք է զարգացնել իր նեղ մասնագիտության շրջանակում, այլ տարբեր մասնագիտությունների համակցման արդյունքում։ Նպատակը ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելն է։ Համալսարանը ապագայում ապահովելու է շատ անգամ ավելի միջոցներ եւ ռեսուրսներ, որպեսզի մեր ուսանողները իրենց ավարտական աշխատանքները իրականացնելիս հնարավորություն ունենան արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում օգտվել այն բոլոր ռեսուրսներից եւ տեխնիկական միջոցներից, որով կարողանան ամբողջությամբ իրենց ավարտական աշխատանքը ավարտուն տեսքի բել ոչ միայն թղթային տարբերակով, այն հենց աշխատանքը ամբողջությամբ արտահայտման իրենց բոլոր ձևերով։ Նման ձևաչափը հնարավորություն է տալիս նաև գնահատելու ուսանողի թիմում աշխատելու կարողությունները։ Ոչ միայն նպատակը առաջնորդությունն է ապահովել մասնավոր ոլորտում, այլ նաև տալ հնարավորություն հավատալ սեփական ուժերին, որ յուրաքանչյուրը կարող են ուսանողական տարիներից ձևավորել տարբեր մասնագիտություններով ուսանողական թիմեր եւ հիմնել տարբեր ձեռնարկություններ։ Հաջողված փորձն առավել լայն կիրառություն կգտնի արդեն հաջորդ տարվա ավարտական թեմաների պաշտպանությունների ժամանակ։ Հրեր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։